Հիսուսին ուրացողը հորնել չունի։ Հակաքրիստոսների երկրորդ առանձնահատկությունն այն է, որ նրանք ժխտում են հավատը, այսինքն ամբողջ վարդապետությունը Հիսուսի մասին։ Յուրաքանչյուր ոք, ով մերժում է Քրիստոսի իրական բնույթը, ինչպես ներկայացված է Սուրբ գրքում, հակաքրիստոսն է։ Քրիստոսին ժխտել գիտեք ինչ է նշանակում։ Ժխտել նաև հորը։ Գիտեք ինչու։ Որովհետև հայրը վկայություն է տվել իր որդու մասին։ Դա նշանակում է մերժել հոր վկայությունը։ Դրա համար եթե դու Հիսուսին մերժում ես, դու հորը չունես, դու կապ չունես հոր հետ։ Առաջին Հովհաննես 5:5-10 եւ ով է, որ այս աշխարհին հաղթում է, ուշադիր լսեք, վկայության մասին է։ Եթե ոչ նա ով հավատում է Հիսուսն Աստծո որդին է, սա է որ եկավ ջրով ու արյամբ, Հիսուս Քրիստոսը ոչ միայն ջրով, այլ ջրով ու արյամբ, ուշադիր լսեք, եւ հոգին է որ վկայում է, Սուրբ Հոգին էլ է վկայում, որովհետեւ հոգին է ճշմարտությունը, արդ երեքն են որ վկայում է, հոգին, ջուրը, արյունը եւ այս երեքը մեկ են։ Ուշադիր լսեք, եթե մարդկանց վկայությունը ընդունում ենք, Հովհաննեսն է գրում, եթե մարդկանց վկայությունը ընդունում ենք, Աստծո վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծո վկայությունը, որ իր որդու մասին վկայեց, ով Աստծո որդուն հավատում է, ինքն իր մեջ ասում է ունի այդ վկայությունը, ունես սրտիդ մեջ այդ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, ով Աստծուն չի հավատում, նայեք ինչ է գրում Հովհաննեսը, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին։ Ահա թե ինչ է նշանակում ով որդուն չունի, հորն էլ չունի, որտեղ որդուն մերժել նշանակում է մերժել հոր վկայությունը որդու մասին։ Տեսնում եք, որ Հիսուսի Քրիստոս լինելը չընդունել նշանակում է մերժել Սուրբ Հոգու եւ հոր վկայությունը։ Դա միևնույն ժամանակ մերժում է երրորդությանը, Հիսուսին, Հոգուն եւ հորը։ Եվ Հովհաննես այստեղ այդ վարդապետական հիմքերն է դնում, ասում է, լսեք, առաջին դուք այս դոգման պետք է իմանաք մինչև մա, Հիսուսը Քրիստոսն է, մեկ։ Երկրորդ, ով Հիսուսին մերժում է, հորն էլ չունի։ Սա հիշեք, չխաբվեք եւ չմոլորվեք։ Հոգին ճշմարտությունն է։ Եվ Հովհաննեսը այլևս չի անդրադառնում առաքյալների վկայություն, այլ գրում է Աստծո վկայության մասին, որը գալիս է Սուրբ Հոգու միջոցով։ Պատկերացնում եք, Հովհաննեսը գնալով ավելի մեծ վկայություններ է բերում, ցույց տալու համար, որ տեսեք, եթե մարդկանց վկայությունը ընդունում եք, ես ձեզ ավելի մեծն եմ տալիս։ Աստված է վկայել որդու մասին։ Ուրեմն որքան վստահելի է հոր վկայությունը։ Եվ եթե դուք մերժեք որդուն, այո, ուրեմն դուք մերժում եք նաև հորը։ Հիշեք սա, սիրելիներ, վկայություն բառը բանալի է այս հատվածի համար։ Հովհաննեսը գրում է այն մասին, թե ինչպես է Աստված Սուրբ Հոգին վկայում աշխարհին մի մեծ ճշմարտության մասին, Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթի մասին։ Այստեղ Հովհաննեսը մեջբերում է Աստծո վկայությունը, որը հաստատում է, որ Հիսուսը Քրիստոսն է։ Աստծո վկայությունից ավելի հեղինակավոր վկայություն կա, որ դրան կարճենք։ Աստված վկայել է, Հայրը վկայել է, Հոգին վկայել է, հա, Որդին իր մասին ինչեր էր ասում իր վկայության մասին։ Հիսուսը կրկին ցույց է տալիս ամենամեծ վկայությունը, որ Հայրն է տվել իր մասին։ Այն ժխտելը սարսափելի է, նշանակում է Աստծուն սուտ անել։ Տեսեք ինչպես է Հիսուսը խոսում այդ վկայության մասին։ Կարդում եմ Հովհաննես 5:36-38։ Հիսուսը ասում է հրեաներին. Եթե ես իմ մասին վկայեմ, իմ վկայությունը հավաստի չի լինի։ Ուրիշն է որ վկայում է իմ մասին, ու ես գիտեմ, որ այն, ինչ նա վկայում է իմ մասին, հավաստի է։ Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտությունը։ Իսկ ես լսեք, կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու։ Այլ սա ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, եւ դուք ցանկացաք միաժամանակ նրա լույսով ուրախանալ, սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետև ուշադիր լսեք, այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այն նույն գործերը վկայում են իմ մասին։ Փաստորեն գործերն են վկայում։ Փաստորեն Աստվածությունն է վկայում, իր գործերն են վկայում, մարդիկ են վկայում, բոլորը վկայում են դրա մասին եւ դուրս են գալիս մարդիկ, որոնք որ ուրանում են դա։ Հաջորդիվ Հիսուսը ցույց տալու համար, որ ինքը Հայրը մեկ են,
Ուշադիր լսեք, սա վարդապետություն է, սա շատ կարևոր է։ Մեկ են, բայց տարբեր անձեր են, ուշադիր եք լսում։ Տեսեք ինչ ցնցող մոտեցում է ցույց տալիս։ Նա ցույց է տալիս հոր վկայությունը, անուղղակի կերպով նշում հոր անձ լինելը եւ իր անձ լինելը։ Տեսեք, Հովհաննես 8:17-ից 19։ Ուշադիր լսեք։ Ասում է եւ ձեր օրենքում իսկ գրված է երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է։ Մեջ բերում է իրենց օրենքը։ Հիմա երկուսի մասն է խոսում։ Ես ինքս եմ վկայում իմ մասին եւ իմ մասին վկայում է իմ հայրը։ Չեղավ երկու։ Որն ուղարկեց ինձ։ Այսպիսով Հիսուսին ուրացողը հորն էլ չունի, հիշեք։ Եթե դուք չհավատաք այս ճշմարտությանը եւ լսեք մարդկանց, ովքեր Հիսուսին մերժելով ներկայանում են ձեզ եղբայր, ուրեմն դուք էլ ոչ Հիսուսին եք ճանաչում, ոչ էլ հորը, որ ուղարկեց նրան։ Ովքեր Հիսուսին մերժում են որևէ պատճառով, որևէ բացատրությամբ, պատրվակով, փիլիսոփայությամբ կամ բնագրային լեզուների տիրապետելով, իրենք նեռի ոգուց են խոսում։ Նրանք դեմ են Հիսուսին, նրանք հակաքրիստոսներ են եւ նրանք Հովհաննեսն ասում է հորն էլ չունեն։ Նրանք կապ չունեն հոր հետ։ Իմ կյանքում մի քանի դեպք է եղել, որ ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր եղբայր էին ներկայանում, բայց մեր զրույցների ընթացքում բացահայտեց, որ նրանք Հիսուսին Աստված չեն ընդունում։ Նրանք դիվային վարդապետությունից, մոլորեցնող վարդապետությունից ազդվել էին եւ Հիսուսին փոքրացրել էին ավելի, ասելով, որ Հիսուսը Աստված չէ։ Հրեաները ընդունել են Հիսուսին որպես Մեսիա, որպես Աստված, չէ։ Դա նշանակում է այս կատեգորիայի մեջ չեն։ Նմանները չունեն հորը։ Նրանք կապ չունեն Հայր Աստծո հետ, քանի որ հոր մոտ գնալու միակ ճանապարհն ով է։ Հիսուսը։ Մերժել Հիսուսին նշանակում է մերժել միակ ճանապարհը։ Բոլորը ովքեր ուրանում են։ Սա շեշտեմ եւ անցնեմ առաջ։ Ինչու բոլորը։ Այստեղ հիշեք, որ բացառություններ չկան։ Ուզում է լինի քո ազգակիցը, հայրենակիցը, բարեկամը, ուրիշ ազգի ներկայացուցիչ, բոլորի մեջ մտնում է ողջ աշխարհը, հա։ Սա ցավալի փաստ է, բայց իրականություն, որ մարդիկ բոլորին չէ, որ ներառում են այս ցանկի մեջ։ Սա խոսում է մասշտաբների մասին։ Ցավալի է, բայց Քրիստոսին ընդունող հավատացյալներ կան, ովքեր կարծում են, ուշադիր լսեք, որ առանց Հիսուսի հնարավոր է փրկվել։ Օրինակ Բիլի Գրահեմին լսել եք։ Լսեք նրա մասին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ հնչեց հարց, թե ինչ է նա մտածում քրիստոնեության ապագայի մասին, նա պատասխանեց։ Ես բառացի ընթերցում եմ այդ կարճ զրույցը։ Ինտերնետում կարող եք սա գտնել իմիջիայլոց։ Ասում է Շուլերը, ասա ինձ, Բիլի Գրահեմին է ասում, ինչ ես կարծում, որն է քրիստոնեության ապագան։ Գրահեմը պատասխանում է, դե քրիստոնեությունը եւ ճշմարիտ հավատացյալ լինելը, գիտեք, կարծում եմ դա Քրիստոսի մարմինն է։ Քրիստոսի մարմինը գալիս է աշխարհի բոլոր քրիստոնեական խմբերից դուրս, այսինքն նա մտածում է, որ բոլոր խմբերից, այո, կարող են մարդիկ Քրիստոսի մարմինը կազմել։ Եվ շարունակում է. նրանք գուցե, ինքն է ասում, նրանք գուցե նույնիսկ Հիսուսի անունը չգիտեն, բայց իրենց սրտում գիտեն, որ իրենց անհրաժեշտ է ինչ-որ բան, որը չունեն։ Նրանք դիմում են իրենց ունեցած միակ լույսին։ Ես կարծում եմ, որ նրանք փրկված են, որ նրանք մեզ հետ կլինեն երկնքում։ Շուլերը պատասխանում է, տեսեք։ Ինչ? Ես լսում եմ, որ դուք ասում եք, որ հնարավոր է, որ Հիսուս Քրիստոսը մտնի մարդկանց սրտեր, հոգու եւ կյանքի մեջ, նույնիսկ եթե նրանք ծնվել են խավարի մեջ եւ երբեք չեն շփվել Աստվածաշնչի հետ, արդյոք դա ճիշտ մեկնաբանություն է ձեր արածին, Շուլերն է ասում։ Գրահեմը պատասխանում է, այո, այդպես է, որովհետեւ ես հավատում եմ դրան։ Ես հանդիպել եմ մարդկանց աշխարհի տարբեր մասերում, նա է ասում, ցեղային իրավիճակներում, ովքեր երբեք Աստվածաշունչ չեն տեսել կամ լսել Աստվածաշնչի մասին, երբեք չեն լսել Հիսուսի մասին, բայց իրենց սրտում հավատացել են, որ կա Աստված, փորձել են ապրել այդ այնպիսի կյանքով, որը լիովին առանձնացված է իրենց շրջապատող համայնքից։ Շուլերը լեզուն սայթակում է մի պահ, դեմքը փայլում է, ապա ասում է. Ես շատ ուրախ եմ լսել, որ դուք սա եք ասում։ Աստծո ողորմության մեջ լայնություն կա, եւ Գրահեմը պատասխանում է. անկասկած կա։ Մեջբերման ավարտ։ Եթե Գրահեմի այս պատասխանը հնչեր մինչև Հիսուսի գալը Ադամ Եվայի ժամանակ, երբ Աստծո մասին արարչագործությունն էր միայն դեռևս հայտնում,
Եթե լիներ գոնե այն ժամանակ, որ Հռոմեացիս 2-ում ասում են նրանց խղճի վրա է գրված, մի փոքր կարելի էր հասկանալ, որ մարդիկ Աստծուն կարող էին ճանաչել այն չափով, որքան հայտնված էր իրենց։ Բայց Աստված ոչ միայն արարչագործությամբ է խոսել իր մասին, ոչ միայն խղճերի մեջ է գրել, ոչ միայն մարգարեների միջոցով խոսքն է հայտնել, այլ վերջին օրերում իր որդու միջոցով է խոսել եւ հայտարարել, որ ով որ Հիսուսին չընդունի, չի կարող հավիտենական կյանք ունենալ։ Ինչպես դու կարող ես այս ճշմարտությունը զիջել եւ ասել, որ նրանք Հիսուսին չճանաչելով կարող են հորն ունենալ։ Ասում է չկա նման բան, ով Հիսուսին չունի, հորն էլ չունի։ Չի կարելի այս ճշմարտությունը աղավաղել։ Եթե այդպես հնարավոր է, խնդրում ուշադիր լսեք, առանց Հիսուսի մասին լսելու փրկվել, ինչու է Պողոսը Հռոմեացիս 10-ում գրում քարոզչության անհրաժեշտության մասին, ինչու է ասում, ինչպես հավատանու մասին չեն լսել, ինչու է գրում, ինչու է կարևոր, որ նրանք պետք է վազեն ավետարանելու, որովհետև հավատը լսելուց է եւ լսելն էլ Հիսուսի մասին քարոզված խոսքից։ Հիշեք, Հիսուսին ուրացողը հորն էլ չունի եւ չի կարող որևէ կապ ունենալ հոր հետ, քանի որ Հիսուսն է մեր խաղաղությունը։ Նրա միջոցով ենք հաշտվել հոր հետ, նրա միջոցով մուտք ունենք հոր մոտ, նրա միջոցով ենք ընտրվել, նրա միջոցով ենք սիրված եւ նրա միջոցով ենք ընդունված։ Դուք պատկերացնում եք, որքան առանցքային է այս ճշմարտությունը։ Որքան հստակ է այն։ Հովհաննեսը 1 միլիմետր անգամ չի զիջում սա։ Սա ճշմարտություն է եւ վերջ։ Հիսուսին ուրացողը հորն էլ չունի։ Հարց բոլորի սիրելիներ, նույնիսկ համացանցով լսողներին բոլորին։ Պարզ, բայց մի հարց, որը որոշում է քո հավիտենությունը։ Ով է Հիսուսը քեզ համար։ Եթե Հիսուսը քեզ համար մուսուլմանների Հիսուսի նման մարդ է, ով չի թաղվել, հարություն չի առել, Յահվեն չի ուղարկել իրեն, փրկագործություն չի իրականացնել, դու մոլորված ես, դու չունես փրկություն։ Եթե դու ընդունես Հիսուսին, որպես քո Տեր ու Փրկիչ, ով խոստացված Մեսիան էր, որ մորթված գառն էր աշխարհի արարումից առաջ, որ ողջ մարգարեությունները բղավում են իր մասին, իր կյանքով իրականացրեց բոլոր գրվածները իր մասին, քեզ երաշխավորում է Սուրբ Գիրքը, որ դու հորնել ունես։ Դու կապ ունես, դու այն օծումը ունես քո մեջ, որ մնալու է քո մեջ, քեզ առաջնորդելու է ճշմարտության մեջ եւ դու երբեք ու երբեք չես տրվելու նեռերի կամ հակաքրիստոսների մոլորություններին։ Դա համար ընդունիր Հիսուսին որպես Տեր, Փրկիչ, որպես Աստծո որդի, որպես Մեսիա, որպես Աստված։ Եվ եթե որևէ մեկի մտքով անցնի, որ Հիսուսին կարելի է ընդունել բոլոր պաշտոններում բացի Աստված պաշտոնից, ես ձեզ երկու համար եմ ուզում կարդալ եւ ավարտենք։ Ուշադիր լսեք։ Շատերը ձեր շրջապատում, եթե դուք վարդապետական զրույցներ ունենում եք մարդկանց հետ, կտեսնեք, որ շատերը Հիսուսին ընդունում են բոլոր պաշտոններում բացի Աստված պաշտոնից։ Ես ձեզ հիմա ցույց եմ տալիս Աստվածաշնչում երկու համար, որը քերականությունը նույնիսկ օգնում է մեզ, որ մենք տեսնենք, որ Հիսուսը Աստված է։ Գրում է այսպես Տիտոս 2:13-ում, տեսեք։ Սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, Աստծո ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Հարց է առաջանում. ինչպես իմանանք հեղինակը ում նկատի ունի, երբ օգտագործում է Աստված բառը, Հայր Աստծուն, թե Փրկիչ Հիսուսին նույնպես։ Ինչպես իմանանք։ Շարպ Գրենվելի կանոնը կա հունարեն քերականությունում։ Ձեր ուղեղի վերջին հնարավորությունները լարեք այստեղ։ Հունարեն լեզվի մեջ, ուշադիր լսեք, որոշիչ հոդը առանձին բառ է, ինչպես անգլերենում դեն, որոշիչ հոդը։ Քերականական կանոն կա հունարենում։ Եթե նախադասության մեջ կա երկու գոյական, որոնք կապված են այս կայ շաղկապով եւ ով, ու գրված է միայն մեկ որոշիչ հոդ առաջին գոյականի համար, իսկ երկրորդ գոյականի համար գրված չէ որոշիչ հոդ, ապա առաջին որոշիչ հոդը վերաբերվում է եւ առաջին գոյականը եւ մյուսին։ Ստացվում է, որ Աստված Տիտրոսը կամ Աստված հայտարարությունը վերաբերվում է եւ Աստծուն
եւ մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ըստ կանոնի այս գոյականները իրար կողք են եւ որոշիչ հոտ կա հունարենում Հայր Աստծո մոտ։ Նույն կառուցվածքը կարդում ենք Պետրոսի նամակում։ Սիմոն Պետրոսը ծառա եւ առաքյալ Հիսուս Քրիստոսի, նրանց որ մեր Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատը։ Տեսնում եք, Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի իրար կողք հավասար։ Պետրոսը նույնպես Հիսուսին կոչում է Աստված Փրկիչ։ Սա հզոր փաստարկներից մեկն է, որով կարող եք մոլորվածներին ցույց տալ, թե ինչպես է Սուրբ Գիրքը ուսուցանում, որ Հիսուսը հավիտենական Աստված է։ Ահա թե որքան կարևոր է սովորել հունարեն քերականությունը։ Դուք ձեզ կապահովեք նաև սրանով մոլորվելուց։ Այսպիսով, սիրելիներ, բոլորը ովքեր ուրանում են որդուն, նրանք հորն էլ չունեն, իսկ ով դավանում է որդուն, հորն էլ ունի։